300 տոննա ոսկի պատում էր ներքին պատերը։ 20,000 քահանաներ ծառայում էին անդադար հերթափոխերով։ 410 տարի անընդմեջ զոհաբերություններ։ Սողոմոնի տաճարը պարզապես շենք չէր։ Այն Իսրայելի Աստծո երկրային հասցեն էր։ Եվ Քրիստոսից առաջ 586 թվականին Բաբելոնյան մի թագավոր որոշեց, որ այդ հասցեն պետք է ջնջվի քարտեզից։ Այն, ինչ տեղի ունեցավ պաշարման այդ 18 ամիսների ընթացքում, ընդմիշտ կփոխեր հավատքի պատմությունը։ Եթե դուք նույնպես հավատում եք Հիսուս Քրիստոսին, սիրում եք աստվածաշնչյան վավերագրական ֆիլմեր, ինչպիսին սա է, դիտեք մինչ վերջ, բաժանորդագրվեք ալիքին, հիմա մեկնաբանեք ամեն։ Հասկանալու համար, թե ինչպես Երուսաղեմը կործանվեց, դուք նախ պետք է հասկանաք, թե ինչ էր Երուսաղեմը։ Մենք չենք խոսում հին աշխարհի որևէ սովորական քաղաքի մասին։ Մենք խոսում ենք մի ժողովրդի հոգոր կենտրոնի մասին, որը հավատում էր, որ ընտրվել է հենց տիեզերքի Արարչի կողմից։ Եվ այս քաղաքի սրտում, Մորիա լեռան գագաթին, գտնվում էր մի կառույց, որը մարտահրավեր էր նետում մարդկային երակայությանը։ Սողոմոնի տաճարը ամենատպավորիչ կրոնական կառույցն էր, որը հին աշխարհը երբե տեսել էր։ Դրա չափսերը կարող են համեստ թվալ ժամանակակից չափանիշներով։ 30 մետր երկարություն, 10 մետր լայնություն, 15 մետր բարձրություն։ Բայց այն, ինչ պակասում էր չափսերում, լրացվում էր հարստությամբ։ Ներքին պատերը ամբողջությամբ պատված էին մաքուր ոսկով։ Ոչ թե ոսկեզօծված, այլ պատված։ Հոծ ոսկե սալիկները ծածկում էին Լիբանանի մայրու փայտի յուրաքանչյուր սանտիմետրը, որը կազմում էր կառույցը։ Հատակը ոսկուց էր։ Առաստաղը ոսկուց էր։ Քերովբեները, որոնք հսկում էին ուխտի տապանակը, յուրաքանչյուրը 5 մետր բարձրություն ունեին, ոտքից գլուխ ծածկված էին ոսկով։ Նրանց թերը հպվում էին սրբություն սրբոցի կենտրոնում, ստեղծելով պաշտպանիչ կամար երկրի վրա ամենասուրբ վայրի վրա։ Մտածեք այդ վայրի փայլի մասին, երբ մթնշաղին ջահերը վառվում էին։ Լույսը պարում էր ոսկե պատերի վրա, անդրադառնում սուրբ առարկաներից, բազմապատկվում հազարավոր լուսավոր կետերում։ Կարծես հենց առն էր բնակվում այնտեղ։ Հեռավոր երկրներից եկած այցելուները, ովքեր կարողանում էին տեսնել սրբարանի ներսը, տուն էին վերադառնում պատմություններով, որոնք ֆանտազիա էին թվում։ Բայց դրանք ֆանտազիա չէին։ Բայց տաճարը միայն սկիզբն էր։ Դրա շուրջը գավիթների, խցերի օժանդակ շենքերի համալիրը տարածվում էր 4 ֆուտբոլային դաշտին հավասար տարածքի վրա։ Կային պահեստներ տասանորդների համար, խցեր քահանաների համար, սենյակներ ղտացիների համար, ովքեր հոգում էին երաժշտության ամենօրյա ծառայության մասին, ախոռներ զոհաբերվող կենդանիների համար։ Ջրանցքների մի համակարգ ջուր էր բերում Սիլոամի ավազանից մինչ զոհասեղան, զոհաբերությունների արյունը լվանալու համար։ Ամեն օր, օրը 2 անգամ, մի գար էր մատուցվում ողջ ազգի անունից։ Առավոտյան մթնշաղին։ 410 տարի շարունակ։ Առանց ընդհատման։ Հաշվարկ արեք։ Դա ավելի քան 300,000 զոհաբերված գար է այդ միակ զոհասեղանի վրա 4 տարերի ընթացքում։ Եվ դա հաշվելով միայն պարտադիր ամենօրյա զոհաբերությունները։ Կային նա զոհաբերություններ անհատական մեղքերի համար, գոհաբանության ընծաներ, կատարված ուխտեր, կամավոր ողջակեզներ։ Տարեկան տոների ժամանակ թիվը կտրուկ աճում էր։ Զատկի ժամանակ պատմաբանները գնահատում են, որ մեկ օրում զոհաբերվում էր ավելի քան 20,000 գար։ Արյունը առուներով հոսում էր զոհասեղանի տակ խնամքով նախագծված դրենաժային համակարգով։ Այրված մսի հոտը մշտական ամպի պես բարձրանում էր քաղաքի վրա։ Հրեաների համար այդ հոտը աստվածային ներկայության բուրմունքն էր։ Հեթանոս հարանների համար դա ապացույց էր, որ Իսրայելը ծառայում է մի Աստծո, որը տարբերվում է բոլոր մյուսներից։ Մի Աստծո, որը արյուն էր պահանջում։ Մի Աստծո, որը ընդունում էր փոխարինում։ Մի Աստծո, որը մի օր կտրամադրեր վերջնական գառը։ Եվ հենց այդ տարբերվող Աստվածն էր, որ անհանգստացնում էր շրջակա կայսրություններին։ Դարեր շարունակ Իսրայելը գոյատել էր գերտերությունների մեջ սեղմված։ Հյուսիսում Ասորեստանը, հարավում Եգիպտոսը, արևելքում նախ Ասորեստանը, հետո Բաբելոնը, արմուտքում Միջերկրական ծովը ծովի ժողովուրդները։ Դավթի Սողոմոնի թագավորությունը պատմական անոմալիա էր եղել։ Մի կարճ պահ, երբ Իսրայելը ոչ միայն գոյատեց, այլ տիրեց տարածաշրջանին։ Բայց այդ պահն անցավ։
Սողոմոնի մահից հետո թագավորությունը բաժանվեց երկու մասի. Իսրայելը հյուսիսում, Հուդան հարավում։ Իսրայելը առաջինը ընկավ։ Քրիստոսից առաջ 722 թվականին ասորեստանցիները քարտեզից ջնջեցին հյուսիսային թագավորությունը։ 10 ամբողջական ցեղեր արտաքսվեցին անհետացան պատմությունից։ Նրանք հայտնի դարձան որպես Իսրայելի կորուսյալ ցեղեր։ Հուդան գոյատեց։ Հազիվ։ Եզեկիա թագավորին հաջողվեց դիմակայել ասորեստանյան հրաշալի պաշարմանը, երբ 185,000 թշնամի զինվորներ խորհրդավոր կերպով մահացան մեկ գիշերվա ընթացքում։ Թագավորների գիրքը կոտորածը վերագրում է տիրոջ հրեշտակին։ Ժամանակակից պատմաբանները կասկածում են ճամբարում բռնկված կայծակնային համաճարակի մասին։ Ինչը Երուսաղեմը փրկվեց։ Այս անգամ։ Բայց ժամանակը սպառվում էր։ Քրիստոսից առաջ 7-րդ դարի վերջին համաշխարհային ուժի քարտեզը սկսեց փոխվել։ Ասորեստանը, որը 300 տարի տիրել էր Մերձավոր Արևելքին, փլուզվում էր։ Բաբելոնացիների մարերի կոալիցիան պաշարեց Նինվեն, ասորեստանյան մայրաքաղաքը, կործանեց այն Քրիստոսից առաջ 612 թվականին։ Ասորեստանի մոխիրներից մի նոր կայսրություն ի հայտ եկավ։ Բաբելոնը։ Եվ նրա երիտասարդ գահաժառանգ արքայազնը ռազմական հանճար էր, Նաբուգոդոնոսոր անունով։ Նա 20-ից փոքր ինչ անց էր, երբ ղեկավարեց իր առաջին բանակը։ Բարձրահասակ, տպավորիչ, ռազմավարական ինտելեկտով, որը զարմացնում էր նույնիսկ իր ամենափորձառու գեներալներին։ Քրիստոսից առաջ 605 թվականին Քարքեմիշի ճակատամարտում Եփրատ գետի ափին Նաբուգոդոնոսորը առճակատվեց ասորեստանյան վերջին հույսին, որին աջակցում էր Եգիպտոսը։ Դա սպանդ էր։ Եգիպտական բանակը ջախջախվեց։ Փարավոն Նեքավոն, ով տարիներ առաջ Մեգիդոյում սպանել էր Հուդայի բարեպաշտ Հովսյա թագավորին, այժմ փախչում էր իր զորքերի մնացորդների հետ։ Ասորեստանի մնացորդները մաքրվեցին։ Եվ հանկարծ Սիրիայի Պաղեստինի ողջ տարածաշրջանը բաց էր բաբելոնյան նվաճման համար։ Նաբուգոդոնոսորը ժամանակ չկորցրեց։ Նախքան իր հոր մահից հետո պաշտոնապես գահ բարձրանալու համար վերադառնալը, նա արշավեց դեպի հարավ։ Քաղաքը քաղաքի հետից հանձնվում էր։ Ոչ ոք չէր ցանկանում առճակատվել երիտասարդ նվաճողի հետ, ով խայտառակել էր Եգիպտոսին։ Եվ այդպես նա հասավ Հուդայի դարպասներին։ Հուդայի թագավորն այդ պահին Հովակիմն էր։ Նա գահ էր բարձրացել որպես Եգիպտոսի վասալ, որը նրան իշխանության էր բերել իր եղբորը գահընկեց անելուց հետո։ Այժմ Քարքեմիշում եգիպտացիների պարտությունից հետո Հովակիմը ընտրություն պետք է կատարեր։ Դիմադրել բաբելոնյան զավթիչին կամ հնազանդվել։ Նա ընտրեց հնազանդությունը։ Գոնե սկզբում։ Հուդան դարձավ Բաբելոնի վասալ։ Ծանր հարկերը սկսեցին հոսել Երուսաղեմից դեպի Նաբուգոդոնոսորի հեռավոր մայրաքաղաքը։ Եվ ոսկու հետ միասին գնացին առաջին գերիները։ Քրիստոսից առաջ 605 թվակ։ Անին հրեական ազնվականության երիտասարդները տարվեցին Բաբելոն որպես քաղաքական պատանդներ կայսրության ծառայության մեջ վերապատրաստվելու համար։ Նրանց թվում էր մի դեռահաս, որին Աստվածաշունչը կոչում է Դանիել։ Դուք հավանաբար գիտեք նրա պատմությունը։ Առյուծների գուբը, կրակե հնոցը, մեկնաբանված երազները։ Բայց այդ պահին Դանիելը ընդամենս մի տղա էր, ով պոկվել էր իր ընտանիքից տարվել մի օտար երկիր, տնից ավելի քան 1400 կիլոմետր հեռու։ 3 տարի անցավ։ Հովակիմը վճարեց իր հարկերը։ Պահպանեց խաղաղությունը։ Բայց հետո նա թույլ տվեց այն սխալը, որը կկնքեր Երուսաղեմի ճակատագիրը։ Քրիստոսից առաջ 598 թվականին Հուդայի թագավորը որոշեց ապստամբել։ Նա գրազ եկավ, որ Եգիպտոսը կգա իրեն օգնության։ Նա գրազ եկավ, որ Բաբելոնը չափազանց հեռու է արագ արձագանքելու համար։ Նա սխալվեց։ Նաբուգոդոնոսորը արշավեց։ Եվ այս անգամ նա չեկավ միայն հարկեր հավաքելու։ Նա եկավ օրինակ ծառայեցնելու։ Հովակիմը մահացավ պաշարման ժամանակ։ Ճշգրիտ հանգամանքները մշուշոտ են։ Որոշ տեքստեր ենթադրում են սպանություն։ Մյուսները՝ բնական մահ ամենավատ պահին։ Նրա որդին, Հովակինը, ստանձնեց գահը ընդամենը 18 տարեկանում։ Թագավորեց 3 ամիս։ 90 օր։ Հետո Երուսաղեմը ընկավ առաջին անգամ։
Բայց դա դեռ վերջը չէր։ Նաբուգոդոնոսորը քաղաք մտավ Քրիստոսից առաջ 597 թվականին։ Կողոպտեց տաճարը։ Տարավ սուրբ գանձերի մի մասը։ Արտաքսեց Հովակին թագավորին, Մայր թագուհուն, արքունի պաշտոնյաներին, էլիտար զինվորներին։ Ընդհանուր առմամբ 10,000 մարդ։ Հրեական հասարակության սերուցքը պոկվեց իրենց տներից ոտքով քայլեց անապատների ու լեռների միջով մինչ Բաբելոն։ Արտաքսվածների թվում էր մի երիտասարդ քահանա, Եզեկիել անունով, ով մարգարե կդառնար բաբելոնյան ջրանցքների ափին։ Բայց Նաբուգոդոնոսորը չկործանեց Երուսաղեմը։ Դեռ ոչ։ Փոխարենը նա արեց մի բան, որն ավելի խելացի համարեց։ Գահին նստեցրեց մի խամաճիկ թագավորի։ Երիտասարդ Հովակինի հորեղբորը, 21 տարեկան մի մարդու, Մաթանիա անունով։ Նաբուգոդոնոսորը նրա անունը փոխեց Սեդեկիայի։ Մի անուն, որը նշանակում էր Տիրոջ արդարություն։ Դաժան հեգնանք, հաշվի առնելով այն, ինչ պետք է հաջորդեր։ Սեդեկիան թույլ էր։ Աստվածաշնչյան բոլոր հաղորդումները համաձայն են դրանում։ Նա տատանվում էր խմբավորումների մեջ։ Մեկ լսում էր մարգարեներին, ովքեր ասում էին հնազանդվել Բաբելոնին։ Մեկ լսում էր ազգայնական խորհրդականներին, ովքեր ազատագրում էին խոստանում։ Երեմիա մարգարեն այդ ժամանակ Երուսաղեմում էր։ Նա սկսել էր մարգարեանալ դեռ երիտասարդ հասակում, տասնամյակներ առաջ, Հովսեայի թագավորության օրոք։ Այժմ նա միջին տարիքի մարդ էր, հոգնած, հալածված, բայց անկարող լռել։ Նրա ուղերձը անհայտ էր։ Հնազանդվեք Բաբելոնին, ասում էր նա։ Ընդունեք լուծը։ Աստված օգտագործում է Նաբուգոդոնոսորին որպես կարգապահության գործիք։ Դիմադրելը ինքնասպանություն է։ Երուսաղեմի առաջնորդները ատում էին այդ ուղերձը։ Երեմիան բանտարկվեց։ Նետվեց ցեխով լի մի գուբ։ Մեղադրվեց դավաճանության մեջ։ Գրեթե մահացավ։ Բայց շարունակեց մարգարեանալ։ Եվ շարունակեց անտեսված մնալ։ Քրիստոսից առաջ 589 թվականին Սեդեկիան կայացրեց իր վերջնական որոշումը։ Ապստամբեց Նաբուգոդոնոսորի դեմ։ Նորից հույսը դրեց Եգիպտոսի վրա։ Նորից սխալ հաշվարկեց։ Երբ լուրը հասավ Բաբելոն, Նաբուգոդոնոսորը վերջին անգամ հավաքեց իր բանակը։ Այլս հնարավորություններ չէին լինելու։ Այլս խամաճիկ թագավորներ չէին լինելու։ Այս անգամ Երուսաղեմը պետք է ջնջվեր։ Բաբելոնյան բանակը ժամանեց Քրիստոսից առաջ 588 թվականի հունվարին։ Մոտ 180,000 զինվորներ պաշարեցին քաղաքը։ Այս թիվը պատկերացնելու համար Երուսաղեմի ընդհանուր բնակչությունն այն ժամանակ մոտավորապես 40,000 մարդ էր։ Պարիսպների ներսում գտնվող յուրաքանչյուր տղամարդու, կնոջ երեխայի համար կար թշնամու 4 զինվոր։ Բաբելոնացիները չէին շտապում։ Նաբուգոդոնոսորը գիտեր, որ ժամանակը իր կողմն է։ Նրանք կառուցեցին ամրացված ճամբարներ քաղաքի շուրջը։ Բարձրացրին պաշարման թեքահարթակներ։ Տեղադրեցին պարսպակործան մեքենաներ։ Եվ սպասեցին։ Երուսաղեմի ներսում սկզբնական խուճապը տեղի տվեց անտրամաբանական հույսի։ Եգիպտոսը օգնություն էր խոստացել։ Եվ իրոք, պաշարման որոշակի պահին, եգիպտական մի բանակ արշավեց դեպի հյուսիս։ Նաբուգոդոնոսորը ստիպված եղավ շեղել իր ուժերի մի մասը, սպառնալիքին դիմակայելու համար։ Պաշարումը կարճ ժամանակով թուլացավ։ Քաղաքի ներսում տոնակատարություն եղավ։ Երեմիային հարցրին։ Նրա պատասխանը սառեցրեց լավ լուրերի սպասողների արյունը։ Եգիպտացիները տուն կվերադառնան, ասաց նա։ Բաբելոնացիները կվերադառնան։ Եվ այս անգամ փրկություն չի լինի։ Շաբաթներ անց մարգարեությունը կատարվեց։ Եգիպտական բանակը նահանջեց առանց կռվի։ Բաբելոնացիները վերադարձան։ Պաշարումը նորից փակվեց։ Այս անգամ վերջնականապես։ 18 ամիս։ Այդքան ժամանակ դիմացավ Երուսաղեմը։ 1.5 տարի փակ պարիսպներ։ Ոչ մի սնունդ չէր մտնում։ Ոչ մի ջուր, բացի ջրամբարներից Սիլոամի աղբյուրից։ Ոչ մի արտուր։ Ոչ մի հույս։ 545 օր դանդաղ տառապանք։ Առաջին ամիսները դժվար էին, բայց տանելի։ Հացահատիկի պաշարները չափաբաժնով էին տրվում։ Հորերը չափաբաժնով էին տրվում։
Ամեն օր հերթեր էին գոյանում սննդի վերահսկվող բաշխման համար։ Բեռնակիր կենդանիները առաջինը սպանվեցին։ Հետո ընտանի կենդանիները։ Հետո շները։ Հետո թռչունները։ Հետո առնետները։ Հետո այլս կենդանիներ չկային։ Ողբի գիրքը նկարագրում է այն, ինչ հաջորդեց, տողերով, որոնք կարդալիս ցավում են։ Երեխաները հաց էին խնդրում, չկար մեկը, որ նրանց տար։ Մայրերի գրկում սովից մեռնող նորածիններ։ Մի ժամանակ հարուստ մարդիկ, ովքեր նախկինում ծիրանի հագուստներ էին կրում, աղբակույտերն էին փորփրում, ուտելի որե բան գտնելու համար։ Ողջ մնացածների մաշկը սացավ կնճռոտվեց ոսկորների վրա։ Նրանք չոր փայտի էին նման։ Նրանք, ովքեր սրից էին մեռնում, ավելի բախտավոր էին համարվում, քան նրանք, ովքեր դանդաղ մեռնում էին սովից։ Սուրը արագ էր։ Սովը դաժան էր։ Եվ հետո եկավ անհավանականը։ Աստվածաշնչյան տեքստը արձանագրում է առանց մեղմասացությունների։ Գթասիրտ կանայք եփեցին իրենց սեփական զավակներին։ Ողբ 4-րդ գլուխ 10-րդ համար։ Դա փոխաբերություն չէ։ Դա պոետիկ չափազանցություն չէ։ Դահում արձանագրությունն է այն բանի, թե ինչ է անում ծայրահեղ սովը մարդու հետ։ Մայրերը, ովքեր սիրում էին իրենց զավակներին, ովքեր իրենց կյանքը կտային նրանց համար սովորական հանգամանքներում, հասցվեցին հուսահատության մի կետի, որտեղ գոյատումը կլանեց մնացած ամեն ինչ։ Բաբելոնյան պաշարումը չսպանեց միայն մարմինները։ Այն սպանեց հոգիները։ Այն կործանեց մարդկանց մարդկայնությունը ներսից դուրս։ Դա էր նպատակը։ Նաբուգոդոնոսորը կարիք չուներ պարիսպները կոտրելու։ Նա միայն պետք է սպասեր, մինչ ներսում գտնվողները այլս ուժ չունենային դրանք պաշտպանելու։ Քրիստոսից առաջ 586 թվականի հուլիս։ Եբրայական օրացույցի 4-րդ ամսվա 9-րդ օրը։ Մի ամսաթիվ, որը հազարամյակներ շարունակ կհիշվեր ծոմապահությամբ։ Երուսաղեմի պարիսպները վերջապես ճեղքվեցին։ Բաբելոնացիները մտան հյուսիսից, այն թաղամասից, որտեղ պաշտպանությունը ամիսներ շարունակ ամենաշատն էր ռմբակոծվել քարանետ մեքենաների պարսպակործանների կողմից։ Ճակատամարտ չեղավ։ Կազմակերպված դիմադրություն չեղավ։ Պաշտպանները հազիվ էին կարողանում ոտքի վրա կանգնել։ Տղամարդիկ, ովքեր 1 տարի առաջ ամրակազմ զինվորներ էին, այժմ քայլող կմախքներ էին, անկարող սուր բարձրացնել։ Բաբելոնյան զինվորները առաջացան նեղ փողոցներով, հանդիպելով ավելի շատ դիակների, քան դիմադրության։ Մարմինները կույտերով դիզված էին նրբանցքներում։ Գարշահոտությունը անտանելի էր։ Զավթիչները կտորներ կապեցին իրենց դեմքին, երբ քայլում էին դեպի քաղաքի կենտրոն։ Սեդեկիա թագավորը տեսավ մոտեցող վերջը։ Գիշերը, երբ մարտերը դեռ կենտրոնացած էին քաղաքի հյուսիսում, նա փախավ հարավային դարպասով։ Իր հետ վերցրեց իր ընտանիքին, իր թիկնապահներին ցանկացած հույս, որ դեռ ուներ։ Անցավ թագավորի պարտեզով։ Իջավ դեպի Հորդանանի հովիտը։ Վազեց դեպի Երիքով։ Հեռու չգնաց։ Բաբելոնացիները նրան գերեցին գետի մոտակա դաշտավայրերում։ Սեդեկիային տարան Նաբուգոդոնոսորի մոտ, Ռիբղա, Սիրիա, որտեղ բաբելոնյան թագավորը հաստատել էր իր շտաբը։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, նախագծված էր անմոռանալի լինելու համար։ Նաբուգոդոնոսորը հրամայեց բերել Սեդեկիայի որդիներին։ Նրանց բոլորին։ Հուդայի արքայազններին։ Դավթյան հաջորդականության գիծը։ Մեկ առ մեկ նրանք մահապատժի ենթարկվեցին հոր աչքի առաջ։ Սեդեկիան ստիպված էր դիտել։ Այն բանից հետո, երբ վերջին որդին ընկավ, բաբելոնյան զինվորները հանեցին թագավորի աչքերը։ Վերջին բանը, որ Սեդեկիան տեսավ այս աշխարհում, իր որդիների մահն էր։ Հետո, հավերժական կուրություն։ Նա շղթայվեց բրոնզե կապանքներով տարվեց Բաբելոն, որտեղ տարիներ անց կմեռներ բանտում, այլս երբեք չտեսնելով արի լույսը։ Երեմիան մարգարեացել էր, որ Սեդեկիան կգնա Բաբելոն, բայց չի տեսնի այդ երկիրը։ Բոլորը կարծում էին, թե դա հակասություն է։ Դա այդպես չէր։ Պարիսպների ճեղքումից 1 ամիս անց, Քրիստոսից առաջ 586 թվականի օգոստոսին, Նաբուգոդոնոսորի թիկնազորի պետը ժամանեց Երուսաղեմ։ Նրա անունը Նաբուզարադան էր։ Նա եկել էր հատուկ հրամաններով ոչնչացնել ամեն ինչ։ Թագավորների 2-րդ գրքի 25-րդ գլուխը մանրակրկիտ է նկարագրում տեղի ունեցածը։
Նաբուզարադան սկսեց տաճարից։ Մուտքի մոտ գտնվող բրոնզե սյուները, որոնք կոչվում էին Յաքին Բոոզ, տապալվեցին։ Յուրաքանչյուրը 9 մետր բարձրություն ուներ, գրեթե 2 մետր տրամագիծ։ Ներսից դատարկ էին, բայց բրոնզե պատերը 8 սանտիմետր հաստություն ունեին։ Երկու սյուների համակցված քաշը, իրենց զարդարված խոյակների հետ միասին, մոտավորապես 27 տոննա բրոնզ էր։ Բաբելոնացիները դրանք կոտրեցին փոխադրելի կտորների։ Բրոնզե ծովը, քահանաների մաքրագործման համար օգտագործվող հսկայական ավազանը, ջարդուփշուր արվեց։ Այդ միակ առարկան կշռում էր ավելի քան 30 տոննա։ Այն հենված էր 12 բրոնզե եզների վրա, որոնցից յուրաքանչյուրը իրական եզան չափ էր։ Ամեն ինչ կոտրվեց։ Ամեն ինչ տարվեց։ Հետո եկան ոսկե առարկաները, աշտանակները, սեղանները, բուրվարները, ավազանները, մսի պատարագաղները, զոհաբերության դանակները, սկիհները, թասերը, որոշ իրեր հոծ ոսկուց էին, մյուսները արծաթից, մյուսները ոսկեզոծ բրոնզից, կարոր չէր, ամեն ինչ կողոպտվեց։ Աստվածաշնչյան տեքստը փորձում է գույքագրել, բայց խոստովանում է, որ քանակը անհնար էր հաշվարկել։ 400 տարվա կուտակված ընծաներ, թագավորների նվերներ, ուխտավորների նվիրատվություններ, Սողոմոնի գանձերը, նրա հաջորդների գանձերը, ամեն ինչ բարձվեց սայլերին դեպի Բաբելոն։ Հետո եկավ կրակը։ Նաբուզարադան հրկիզեց տաճարը։ Մայրու պատերը, որոնք չորացել էին դարավոր միջերկրածովյան արից, արագ բռնկվեցին։ Լիբանանի մայրին, հին աշխարհի ամենաթանկարժեք փայտը, ճարճատում պայթում էր, մինչ բոցերը կլանում էին 410 տարվա պատմությունը։ Ոսկե պատվածքը հալվեց։ Թանկարժեք մետաղի գետերը հոսում էին պատերով, խառնվելով մոխրին։ Տանիքը փլվեց մի դղրդյունով, որն արձագանքեց ողջ հովտում։ Բոցերը այնքան բարձր էին բարձրանում, որ դրանք կարելի էր տեսնել կիլոմետրեր հեռվից։ Ասում են, որ լույսը տեսանելի էր Բեթղեհեմից 15 կիլոմետր դեպի հարավ։ Արքայական պալատը հաջորդն էր։ Հետո ազնվականների տները։ Հետո Երուսաղեմի բոլոր կարոր տները։ Փողոց առ փողոց, թաղամաս առ թաղամաս, ամեն ինչ այրվում էր։ Ծուխը մտնեցրեց երկինքը։ Մոխիրը ծածկեց ամեն ինչ սծյան պես։ Երբ կրակը վերջապես հանգավ օրեր անց, քաղաք այլս չկար։ Կային ծխացող ավերակներ այնտեղ, որտեղ մի ժամանակ քաղաք կար։ Բայց ֆիզիկական ոչնչացումը բավարար չէր։ Բաբելոնացիները եկան մարդկանց տանելու։ Բոլոր նրանք, ովքեր ողջ էին մնացել պաշարումից, սովից ճակատամարտից, հավաքվեցին։ Ազնվականներ, քահանաներ, արհեստավորներ, զինվորներ, արտրականներ։ Որե հմտություն կամ դիրք ունեցող ցանկացած մարդ արտաքսվեց։ Քահանայապետ Սարայան տարվեց Ռիբղա անձամբ մահապատժի ենթարկվեց Նաբուգոդոնոսորի կողմից 62 այլ կրոնական քաղաքացիական առաջնորդների հետ միասին։ Մնացածները շղթայվեցին, տարվեցին Բաբելոն։ Ճանապարհը ոտքով տում էր մոտավորապես 4 ամիս։ Ավելի քան 1400 կիլոմետր անապատների լեռների միջով։ Շատերը մահացան ճանապարհին։ Նրանք, ովքեր հասան, բնակեցվեցին բաբելոնյան ջրանցքների երկայնքով գտնվող համայնքներում, հեռու տնից, հեռու տաճարից, հեռու այն ամենից, ինչ գիտեին։ Նաբուգոդոնոսորը հետուն թողեց միայն ամենաաղքատներին։ Գյուղացիներ, այգեպաններ, մարդիկ առանց հմտությունների, որոնք կհետաքրքրեին կայսրությանը։ Նրանք պետք է ստանային արտաքսվածների հողերը, հարկեր վճարեին Բաբելոնին։ Մի հրեա կառավարիչ, Գոդողիա անունով, նշանակվեց տարածքը կառավարելու համար։ Երեմիան տարօրինակ կերպով թույլտվություն ստացավ մնալու։ Բաբելոնացիները հարգում էին նրան, թերս այն պատճառով, որ նրա մարգարեությունները ճշմարիտ էին դուրս եկել, թերս այն պատճառով, որ նա խորհուրդ էր տվել հանձնվել։ Գոդողիան իր նստավայրը հաստատեց Մասփայում, քանի որ Երուսաղեմը ամբնակելի էր։ Նա փորձեց վերականգնել որոշակի կարգուկանոն։ Դատեց ընդամենը մի քանի ամիս։ Արքայական տան մի արքայազն Իսմայել անունով դրդված նախանձից կամ ծայրահեղ ազգայնականությունից սպանեց Գոդողիային։ Քաոսը նորից տիրեց։ Մնացած հրեաները, վախենալով բաբելոնյան վրեժխնդրությունից, փախան Եգիպտոս։
Նրանք իրենց հետ քարշ տվեցին Երեմիային, հակառակ նրա կամքի։ Ձեր մարգարեն մահացավ Աքսորում, այն երկրում, որի մասին նա միշտ ասում էր, որ չի կարող փրկել իրենց։ Կործանումը կատարյալ էր։ Այնտեղ, որտեղ մի ժամանակ 40 հազարանոց քաղաք էր, այժմ լռություն էր։ Այնտեղ, որտեղ մի ժամանակ լուսաբացին լսվում էր խտական երգերի ձայնը, այժմ միայն քամին էր ավերակների միջ։ Այնտեղ, որտեղ մի ժամանակ խնկի զոհաբերությունների հոտն էր, այժմ մոխրի քայքայման հոտն էր։ Մորիա լեռը, որտեղ Աբրահամը գրեթե զոհաբերել էր Իսահակին, որտեղ Դավիթը կալ էր գնել զոհասեղան կառուցելու համար, որտեղ Սողոմոնը կանգնեցրել էր հնության ամենափառահեղ տունը, այժմ ածխացած աղբի մի կույտ էր։ Ուխտի տապանակը անհետացավ։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ պատահեց դրան։ Որոշ տեքստեր ենթադրում են, որ Երեմիան թաքցրել է այն նախքան ներխուժումը։ Մյուսները, որ այն տարվել է Բաբելոն։ Մյուսները, որ այն ոչնչացվել է հրդեհի ժամանակ։ Փաստն այն է, որ այն այլս երբեք չտեսնվեց։ Իսրայելի պատմության ամենասուրբ առարկան պարզապես անհետացավ պատմությունից։ Բաբելոնի աքսորյալները բախվեցին աննախադեպ գոյաբանական ճգնաժամի։ Դարեր շարունակ նրանց հավատքը կենտրոնացած էր մի վայրի վրա։ Տաճարն այնտեղ էր, որտեղ Աստված բնակվում էր։ Զոհաբերություններն այն էին, թե ինչպես էին նրանք հաղորդակցվում նրա հետ։ Տարեկան 3 անգամ ուխտագնացության տոներն այն էին, թե ինչպես էին նրանք պահպանում իրենց ինքնությունը որպես ժողովուրդ։ Խոստացված երկիրը աստվածային խոստման մի մասն էր։ Այժմ տաճար չկար։ Զոհաբերություններ չկային։ Ուխտագնացություն չկար։ Երկիր չկար։ Ամեն ինչ կորած էր։ Շատերը կարծում էին, որ այո։ Շատերը եզրակացրին, որ Իսրայելի Աստվածը պարտվել է Բաբելոնի աստվածներին։ Բաբելոնյան տաճարները ավելի մեծ էին։ Բաբելոնյան բանակը ավելի ուժեղ էր։ Թերս մարդուկը ավելի հզոր էր, քան Յահվեն։ Շատերը լքեցին իրենց հայրերի հավատքը։ Ամուսնացան բաբելոնուհիների հետ։ Երկրպագեցին բաբելոնյան աստվածներին։ Փոխեցին իրենց անունները։ Նրանք կլանվեցին գերիշխող մշակույթի կողմից, անհետանալով պատմության մեջ, ինչպես իրենցից առաջ նվաճված շատ այլ ժողովուրդներ։ Բայց մյուսները դիմադրեցին։ Բաբելոնի ջրանցքներում, այդ տափակ օտար երկիրը ոռոգող արհեստական գետերի ափին, հրեաները հավաքվում էին հիշելու համար։ Լաց լինելու համար։ Աղոթելու համար։ 137-րդ Սաղմոսը որսում է այդ պահը, ինչպես ոչ մի այլ տեքստ։ Բաբելոնի գետերի մոտ, այնտեղ նստում էինք ու լաց լինում, երբ հիշում էինք Սիոնը։ Այնտեղի ուռենիների վրա կախեցինք մեր քնարները։ Մեզ գերողները մեզնից երգեր էին խնդրում։ Մեզ հարստահարողները մեզնից ուրախություն էին խնդրում։ Երգեցեք մեզ համար Սիոնի երգերից մեկը։ Ինչպես երգենք Տիրոջ երգերը օտար երկրում։ Հենց Աքսորում էր, որ հուդայականությունը վերափոխվեց։ Առանց տաճարի, հրեաները զարգացրին սինագոգը։ Հավաքատեղիներ, որտեղ նրանք կարող էին ուսումնասիրել սուրբ գրությունները միասին աղոթել։ Առանց զոհաբերությունների, նրանք զարգացրին աղոթքը որպես երկրպագության ցը։ Առանց գործող քահանաների, դպիրները օրենքի վարդապետները կարողություն ձեռք բերեցին։ Սուրբ տեքստը դարձավ կենտրոնը։ Թորան խմբագրվեց իր վերջնական տեսքով Աքսորի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո։ Եզեկիել, Դանիել մարգարեները ծառայեցին Բաբելոնում, վառ պահելով հույսի կրակը։ Մի օր, ասում էին նրանք, Աստված իր ժողովրդին հետ կբերի։ Մի օր տաճարը կվերակառուցվի։ Մի օր Դավթին տրված խոստումը կկատարվի։ 70 տարի։ Դա էր այն ժամկետը, որը Երեմիան սահմանել էր։ 70 տարի Աքսոր, հետո վերականգնում։ Նրանք, ովքեր լսեցին այս մարգարեությունը, հավանաբար մտածեցին, որ դա չափազանց երկար ժամանակ է։ Մի ամբողջ կյանք։ Նա, ով 20 տարեկան էր Երուսաղեմի անկման ժամանակ, 90 տարեկան կլիներ, երբ Աքսորը ավարտվեր։ Մեծամասնությունը չէր ապրի տեսնելու համար։ Եվ իրոք, այն սերունդը, որը տեսավ տաճարի այրվելը, մահացավ Բաբելոնում։ Բայց նրանց որդիներն ու թոռները պահպանեցին հիշողությունը։ Պահպանեցին հույսը։ Պահպանեցին հավատքը։ Քրիստոսից առաջ 539 թվականին անհավանականը տեղի ունեցավ։ Բաբելոնը, որն անհաղթելի էր թվում, ընկավ մեկ գիշերվա ընթացքում։
Դանիելի գիրքը արձանագրում է այդ տեսարանը։ Բաղդասար թագավորը Նաբուգոդոնոսորի թոռը խնջույք էր տալիս իր 1000 ազնվականների համար։ Գերագույն ամբարտավանության մի գործողությամբ նա հրամայեց բերել Երուսաղեմի տաճարից կողոպտված ոսկե սկիհները։ Նրանցով գինի խմեցին։ Կենաց բարձրացրին Բաբելոնի աստվածների պատվին։ Նույն գիշերը մի խորհրդավոր ձեռք բառեր գրեց պատին։ Մանե, Մանե, Թեկել ու Փարսին։ Դանիելին կանչեցին մեկնաբանելու։ Քո թագավորությունը կշռվեց պակաս գտնվեց։ Այն կբաժանվի կտրվի մարերին ու պարսիկներին։ Նախքան արի ծագելը պարսկական բանակները մտան քաղաք Եփրատ գետի շեղված հունով։ Բաղդասարը մահացավ։ Բաբելոնը ընկավ։ Եվ Պարսկաստանի Կյուրոս թագավորը դարձավ աշխարհի նոր տերը։ Կյուրոսը տարբեր էր։ Նվաճված ժողովուրդներին արտաքսելու փոխարեն նա նրանց հետ էր ուղարկում տուն։ Քրիստոսից առաջ 538 թվականին Բաբելոնը նվաճելուց ընդամենը 1 տարի անց Կյուրոսը հրովարտակ արձակեց։ Հրեաները կարող էին վերադառնալ։ Կարող էին վերակառուցել իրենց տաճարը։ Կարող էին վերսկսել իրենց երկրպագությունը։ Հրովարտակը արձանագրված է մնացորդած երկրորդ գրքի վերջում Եզրասի գրքի սկզբում։ Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս թագավորը. Երկնքի Տեր Աստվածը ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները։ Եվ նա ինձ հանձնարարել է իր համար տուն կառուցել Հուդայի Երուսաղեմում։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, թող նրա Տեր Աստվածը նրա հետ լինի, թող նա վեր գնա։ Դա հաղթական վերադարձ չէր։ Կայսրության մեջ սփռված միլիոնավոր հրեաներից միայն մոտ 50,000-ը որոշեցին վերադառնալ։ Մեծամասնությունը կյանք էր կառուցել Բաբելոնում։ Ունեին տներ, բիզնեսներ, ընտանիքներ։ Երուսաղեմը շատերի համար հեռավոր հիշողություն էր, պապերի պատմած մի պատմություն։ Բայց 50,000-ը բավական էր։ Զորոբաբելի, Դավթի տան մի արքայազնի, Հեսուի, Ահարոնի տոհմից սերված մի քահանայի առաջնորդությամբ աքսորյալները վերադարձան։ Նրանք գտան ավերակներ։ Գտան օտարների, ովքեր զբաղեցրել էին իրենց հողերը։ Գտան դիմադրություն։ Բայց նրանք սկսեցին վերակառուցել։ Երկրորդ տաճարը ավարտվեց Քրիստոսից առաջ 516 թվականին։ Ճիշտ 70 տարի առաջինի կործանումից հետո, ինչպես Երեմիան մարգարեացել էր։ Այն ավելի համեստ կառույց էր։ Այն չուներ Սողոմոնի ոսկին։ Այն չուներ դարերով կուտակված գանձերը։ Այն չուներ ուխտի տապանակը։ Սրբություն սրբոցը դատարկ էր։ Տարեցները, ովքեր հիշում էին առաջին տաճարի փառքը, լաց եղան, երբ տեսան համեմատությունը։ Բայց դա տաճար էր։ Զոհաբերությունները նորից սկսեցին բարձրանալ։ Քահանաները նորից սկսեցին ծառայել։ Հավատքը գոյատել էր։ Բաբելոնացիները տարան ոսկին։ Հալեցրին քերովբեներին։ Կոտրեցին բրոնզե սյուները բավականաչափ փոքր կտորների տանելու համար։ Նրանք կարծում էին, թե ոչնչացնում են մի կրոն։ Նրանք չհասկացան, որ կատարում էին մի մարգարեություն։ Երեմիան ասել էր 70 տարի։ Ճիշտ 70 տարի անց, Քրիստոսից առաջ 516 թվականին, մի նոր տաճար սկսեց բարձրանալ ավերակներից։ Ավելի փոքր, ավելի պարզ, առանց ուխտի տապանակի։ Բայց կանգուն։ 500 տարի անց նազարեթցի մի հյուսն կմտներ այդ երկրորդ տաճարը կասեր. Քանդեցեք այս տաճարը, ես 3 օրում այն կկանգնեցնեմ։ Նա չէր խոսում քարերի մասին։ Նաբուգոդոնոսորը կործանեց պատերը։ Նա չկարողացավ կործանել ներկայությունը։